Իշխանություն լրատվականի հարգելի հետևորդներ, այս պահին կզրուցենք Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Անուշ Վարդանյանի հետ։ Անուշը մինչև Ուժեղ Հայաստան մտնելը Արարատյան հայրապետական թեմում ատենապետ էր եւ նա հեռացվեց թեմից այն բանից հետո, երբ գտնվելով եկեղեցում չզեղչեց ամենայն հայոց կաթողիկոսի անունը, դա այն պատարակն էր, որին ներկա էր գտնվել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Տիկին Վարդանյան, ինչու եմ ցանկանում հարցազրույց ձեզնից վերցնել, ոչ միայն որպես քաղաքական գործիչ, ապագա, այլև եկեղեցի ներսից ճանաչող մարդ։ Կխնդրեմ մեկնաբանեք, ձեր կարծիքով ուր է ձգվելու, այն շարժումը, որը սկիզբ է առել այս իշխանության կողմից, եկեղեցուն ուղղված։ Նիկոլ Փաշինյանի պայքարը վեհափառ հայրապետի դեմ չէ, այ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, ինչպես գիտեք, մինչև այս պահը վեհափառ հայրապետին հրավեր չեն ուղարկել, որպեսզի մասնակցի ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստին։ Զարմանալի չէր, հաշվի առնելով ինչպիսի հակաեկեղեցական արշավ է տիրում այս պահին մեր երկրում։ Չգիտեմ, ուր է։ Օրինակ ընդունելի է, որ նույն նիստին հրավիրել են մի քահանայի, որը կարգալույս է եղել։ Իհարկե ընդունելի չէ, նաև ինչքանով ես գիտեմ, օրենքով թույլատրելի չէ վեհափառ հայրապետի ներկայությունն է պարտադիր, այդ օրը երկու հրավիրված մարդիկ, ովքեր կարող են ելույթ ունենան, դա նախագահն է երկրի եւ վեհափառ հայրապետը։ Իսկ թե ինչու են իրանք կարգալույց արած հոգեվորական հրավիրել, երևի բարձրացել բարձա, որպեսզի հերթական անգամ նվաստացնեն հայ առաքելական եկեղեցու դերը, կարծում եմ։ Տեսեք, հետաքրքիրն այն է, որ ավելի բարձրաստիճան հոգևորականներ կային, որոնց կարող էին հրավիրել ազգային ժողովի անդրանիկ նիստին, խոսքը վերաբերում է այն հոգևորականներին, ովքեր սրբազանի կոչում ունեն եւ միացել են Նիկոլ Փաշինյանի շարժմանը վեհափառ հայրապետի դեմ եւ հռչակվել են ժողովրդի կողմից որպես տիրադավ։ Սակայն նրանցից որևէ մեկին չեն հրավիրել են ուղղակի սովորական մի քահանայի։ Սա ինչ որ խորհուրդ կամ ինչ որ ասելիք ունի իր մեջ։ Կարծում եմ կարգալույց քահանային եթե հրավիրեն, քանի որ այդ ինֆորմացիան դեռ հստակ չի, դա նորից պետքա կրկնեմ, արվում է նրա համար, որպեսզի եկեղեցու դերը նսեմացնեն, այո։ Իսկ օրինակ Նավասարդ Կճոյանին ինչու չեն հրավիրել, չէ՞ որ նա էր նաև առաջնորդում դեպի վեհափառ հայրապետին, դեպի մայրաթոր ուղված այն հայտնի շարժումը, որտեղ հավաքվեցին եւ հայտարարեցին, որ պետք է ամենայն հայոց կաթողիկոսը հեռանա։ Այդ հարցի պատասխանը ցավոք սրտի ես չգիտեմ։ Միգուցե սրբազան հայրը չի համաձայնվել։ Չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Վերջին ժամանակաշրջանում մենք նկատում ենք, որ նախկինում մայրաթորի մասնավորապես Արարատյան հայրապետական թեմում կազմակերպված միջոցառումները, օրինակ նույն Վարդավառի արարողությունը, եղել են հիմնականում ավանդական, թեմը կազմակերպել է ավանդական միջոցառումներ, սակայն այս տարի տեղի չունեցան։ Ինչու՞մն է խնդիրը, ինչ է փոխվել։ Նախ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները լուծարվեցին, համար առաջին խնդիրը ես կարծում եմ դա է, չգիտեմ այս պահին Արարատյան հայրապետական թեմում արդյոք կան երիտասարդաց միություններ, թե ոչ, այդ ծրագիրը տարիներ շարունակ հենց երիտասարդների միջոցով է կազմակերպվել, քանի որ լուծարել են թեմա, հարյուրավոր երիտասարդներ ինձպես դուրս եկան թեմից, որովհետև չցանկացան համագործակցել Երևի։ Տեսեք, ես ձեզ առաջին անգամ տեսել եմ եւ ձեզ հետ ծանոթացել եմ 2019 թվականին, երբ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կազմակերպել էր ուխտերթ դեպի Արցախ, որին նաեւ դուք եք մասնակցում, ես էլ եկել էի որպես լրագրող։ Այնտեղ մենք հանդիպեցինք նաեւ այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչների, խորհրդանշական էր այդ միջոցառումների շարքը։ Դուք կպատկերացնեիք, որ նույն իշխանության ներկայացուցիչների օրոք Արցախը կհանձնվի եւ օրինակ Տիգրան Ավինյանը, որն այդ ժամանակ գտնվում էր այնտեղ, շատ հանգիստ խղճով կշարունակի պաշտոնավարել եւ կրել ԿՊԱ-կանի, այսպես ասած, կոչումը։ Եթե իհարկե կարելի է այդպես անվանել։ Իհարկե այդ ժամանակահատվածում անգամ պատկերացում չկար, որ մի օր այն Արցախը, որտեղ դուք ճիշտ նշեցիք, մենք միասին էինք, մի օր դա կհանձնեն
ու այլևս մենք գնալու հնարավորություն չենք ունենա, այդ ուխտագնացությունը 34 պետություններով էր կազմակերպված, մենակ Հայաստանի համար չէր, որ Մայրաթորը կազմակերպել էր, համահայկական ուխտագնացության մասին էր խոսքը։ Այո, այն ժամանակ հրավիրված էին քաղաքական գործիչներ, ներկայինս քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Չէ, պատկերացում անգամ այդ ժամանակ չունեինք, որ կարող էր նման բան կատարվեր։ Մտադիր եք վերցնել մանդատը։ Դեռ նման քննարկումներ չկան, կգա ժամանակը, պարզ կլինի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կապ է եկողանային։